Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 12 տարի անց քրեական գործով դատախազ Գագիկ Ջահանգիրյանին այսօր մեկ հարց է տանջում, որը նա համարում է առեղծված։ 98 եւ 99 թվականների այդ բոլոր դեպքերի մեջ ամենաառեղծվածայինը մինչ այսօր մնում է այն հանգամանքը, թե ինչպես կարողացան Վազգեն Սարգսյանին մոլորեցնել, թյուրիմացության մեջ գցել եւ ինչ միջոցներով կարողացան Վազգեն Սարգսյանին այսպես հեռացնել հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Այդ առեղծվածն է, որ մինչեւ հիմա ինձ այսպես տանջում է եւ ես չեմ կարողացել այդ հարցի պատասխանը գոնե ինձ համար ունենալ։ Այլ հարցերի պարոն Ջահանգիրյանն այսօր հրաժարվեց պատասխանել։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո միակ պաշտոնյանով հրաժարական տվեց ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրամյանն էր։ Յուրաքանչյուր չինովնիկ հասկանա, որ ինքը նաև ինչ-որ բանի համար պատասխանատու է։ Չնայած անկեղծ ասած, ինձանից ավելի կարևոր պատասխանատուներ կան։ Սուրեն Աբրամյանը համոզված է, որ այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի։ Նույն կարծիքին է նաև քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը, որը հոկտեմբերի 27-ի մասին իր տեսակետը ներկայացնելու համար ժամանակին ենթարկվեց դաժան ծեծի։ Մինչև չկարողանանք գալ բնականon վիճակի, այսպիսի բաները ցավոք ոչ միայն չեն բացահայտվելու, այլև կարող են կրկնվել։ Այսօր հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու էր եկել նաև մարտի 1-ի 10 զոհերից Գոր Քլոյանի հայրը Սարգիս Քլոյանը։ Նա ընդհանրություն է տեսնում հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի դեպքերի միջև։ Ինձ հեռագիրն է երկրորդ անգամ ուզեցին լրացնել ժողովրդին եւ լրացրին, բայց մենք հայազգային կոնգրեսը չենք լրելու, պայքարելու ենք այնքան ժամանակ, որ տեղ ունենա իշխանափոխություն եւ կբացահայտվի հոկտեմբերի 27 եւ կբացահայտվի մարտի 1։ Վիկտորիա Աբրամյան, Սարգիս Համբարձումյան, IPF։